Բարի երեկո, Ազատություն TV լրատվական կենտրոնն է, ուղիղ եթերում ստուդիայում Իրինա Հովանիսյանն է։ Նախորդ գլխավոր իրադարձությունների մասին համառոտ։ Խորհրդարանականներն առաջարկում են վերահսկել սոցցանցերի անանուն օգտատերերի մեկնաբանություններն ու լրատվամիջոցներով դրանց տարածումը։ Փաստորեն ուղղված է մամուլի դեմ։ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանն այսօր խոսել է հունիսի 1-ի Արյունալի միջադեպի եւ Ավետիք Բուդաղյանի սպանության մասին։ Ես նույնիսկ զգացում չունեմ, բայց ցավ եմ ապրում։ Ղրիմի խորհրդարանն այսօր միաձայն որոշել է վերամիավորվել Ռուսաստանի հետ։ Мы воссоединились с нашей родиной. Արագածոտնի մարզի 7 գյուղերի բնակիչներ այսօր փակել էին Երևան ապարան մայրուղին, բողոքի ակցիային միջամտեցին ոստիկանները։ Դաշտերը չորացնում են ամբողջ Հայաստանի, Խորհրդարանականները հանդես են գալիս մի նախաձեռնությամբ, որն արդեն իսկ տարաբնույթ մեկնաբանությունների առիթ է դարձել լրատվամիջոցներում ու սոցցանցերում։ Օրենքի նախագծում, որի հեղինակն ի դեպ ոչ միայն իշխանական, այլև ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներն են, առաջարկվում է վերահսկել սոցցանցերի օգտատերերի մեկնաբանություններն ու լրատվամիջոցներով դրանց տարածումը։ Օրինագիծն առաջարկում է լրատվամիջոցներին պատասխանատվության ենթարկել իրենց կայքերում կեղծ անուններով ներկայացող ընթերցողների վիրավորական կամ զրպարտչական մեկնաբանությունների համար, այսինքն լրատվամիջոցը կամ պետք է պարտավորված լինի բացահայտել նրանց ինքնությունը կամ նրանց փոխարեն պատասխանատվության ենթարկվի։ Սոցցանցերում նախագծի շուրջ քննարկումներում օգտատերերի մի մասը սովորակում է գրաքննություն, լրատվամիջոցների վրա ճնշում, խոսքի ազատության սահմանափակում, ուղիղ կապ տեսնելով այս նախաձեռնության եւ մաքսային միություն մտնելու միջև։ Ռուզաննա Ստեփանյանն է ներկայացնում մանրամասները։ Մի խումբ ընդդիմադիր եւ իշխանական պատգամավորներ հանդես են եկել քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու նախաձեռնությամբ, որի արդյունքում լրատվամիջոցները կարող են պատասխանատվության ենթարկվել սոցիալական ցանցի օգտատերերի կողմից վիրավորան կամ զրպարտություն պարունակող տեղեկատվությունը տարածելու կամ պարզապես ընթերցողների կողմից կատարված մեկնաբանությունների համար։ Ընդ որում, անկախ այն հանգամանքից, թե որտեղ է տեղ գտել վիրավորան կամ զրպարտություն պարունակող տեղեկատվությունը։ Արդեն իսկ շրջանառության մեջ դրված նախագծի համաձայն, եթե շահագրգռված ասենք պաշտոնյան կամ պատգամավորը գործադրում է ողջամիտ ջանքեր եւ չի գտնում իր մասին մեկնաբանություն արած անձին, ապա նա դիմում է լրատվամիջոցին եւ պահանջում 12 ժամվա ընթացքում իրեն վերաբերող մեկնաբանությունը հեռացնել կայքից։ Հակառակ դեպքում այդ անձը կարող է դատի տալ լրատվամիջոցին։ Ուշագրավ է, որ ըստ նախագծի լրատվամիջոցը ազատվում է պատասխանատվությունից, եթե ներկայացնում է այդ տեղեկատվության հեղինակին նույնականացնող տվյալները։ Այսինքն, եթե լրատվամիջոցը կարողանում է պարզել տվյալ տեղեկատվությունը տարածած կամ մեկնաբանություն արած սոցիալական ցանցի օգտատերը ով է եւ այդ մասին տեղեկացնում է դիմողին, ապա ազատվում է պատասխանատվությունից։ Իսկ եթե պարզվում է, որ օգտատերը կեղծ է եւ այլ անունով է հանդես գալիս, ապա պարտավոր է հեռացնել մեկնաբանությունը։ Ուշագրավ է, որ այս նախագծի համահեղինակներից են Ազգային ժողովի բոլոր խմբակցությունները։ Համահեղինակներից անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը Ազատության հետ զրույցում պնդեց, թե այս նախագիծը լրատվամիջոցների գլխին նոր մահակ չի դառնա եւ դրա ապացույցը նախագծի նաեւ ընդդիմադիր հեղինակներն են։ Այսինքն այն մարդու մասին այդ տեղեկատվությունը տարածվել է։ Այս մարդը դիմում է այդ կայքին, ասում է հարգելի խմբագրություն։ Ձեր այսինչ նյութի մեջ կամ այսինչ նյութի մեկնաբանություններում, իմ հասցեին ուղված այս տեղեկատվությունն է հրապարակվել, որի մեջ կա հայհոյանք, որի մեջ կա զրպարտություն, որի մեջ կա, չգիտեմ, վիրավորանք, տարբեր բաներ։ Խնդրում եմ ասեք ով է այդ օգտատերը, որովհետև նա չունի անուն ազգանուն, ասենք նա կոչվում է Շանգլուխ կամ Շանաչք։ Եվ ասում եմ, խնդրում եմ կամ ասեք, որ ես այս մարդու հարցնեմ կամ պատասխանատվության համար դիմեմ դատարան այս մարդու դեմ, կամ հեռացրեք։ Խոսքը գնում է այստեղ մարդկանց իրավունքների պաշտպանության մասին։ Այսինքն մենք չենք կարող թողնել, որ մի ամբողջ ոլորտ բաց մնա, ինչ որ մարդիկ փող աշխատեն սրա վրա, ինչ որ մարդկանց հայհոյելու բանի հաշվին։ Մեր դիտարկմանը, թե արդյոք այս նախագծով հեղինակները չեն փորձում ստիպել լրատվամիջոցներին, որպեսզի նրանք ոչ միայն Facebook-ից արտատպված մեկնաբանությունների, այլ նաև լրատվական կայքերում տեղ գտած նյութերի տակ կատարված մեկնաբանությունների հեղինակների ինքնությունը պարզեն, այսինքն օպերատիվ հետախուզական գործառույթներ իրականացնեն, անկախ պատգամավորն ասաց, թե պետք չէ հետևել ամեն նյութի տակ հայտնված մեկնաբանությանը։ Այդ մասին լրագրողը կտեղեկանա, երբ նրանից կպահանջեն հեռացնել վիրավորանք կամ զրպարտություն պարունակող մեկնաբանություն։ Լավ, եթե ակնհայտ է, որ կա վիրավորանք եւ զրպարտություն ասվածի մեջ,
Խնդիրն ինչու՞մ է կայանում։ Դա պահպանել կայքում, որպեսզի լայքեր ապահովել, թե ընթացքում հանել։ Վիրավորանքի եւ զրպարտանքի համար գործում է օրենք, որը ապա քրեականացվեց եւ որից հետո դատական հայցերը լրագրողների լրատվամիջոցների դեմ կտրուկ աճ արձանագրեցին եւ սկսեցին լրատվամիջոցներին սննկացնելու միջոցով։ Որից հետո եղավ սահմանադրական դատարանի որոշումը, որից հետո այսօր մենք չունենք նման խնդիր, այսօր չկա այդ հարցը ընդհանրապես որպես խնդիր։ Եվ այս օրենքի միջոցով կարգավորում է դրա այն մասը, որը որ չի կարգավորված։ Այսօր էլ այնտեղ գտնվում։ Այս օրենքով հասնել նրան, որ յուրաքանչյուր հոդվածի յուրաքանչյուր YouTube-ում տեղադրված տեսանյութի տակ միայն հիանալի խոսքեր գրվեն եւ եղեցիկ խոսքեր ծնվեն հարցազրույց տվողների Արդեն դա շահարկման ոլորտից է։ Իրապես նման բան չկա։ Այս նախագծի համահեղինակներից Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, ով երկար տարիներ լրագրող է աշխատել, մեծ այդ զրույցում վստահեցրեց, թե իր համար շատ կարևոր է, որպեսզի չխոչընդոտվի լրագրողի աշխատանքը։ Իր մտահոգությունները միմիայն կապված է Facebook սոցիալական ցանցում տեղ գտած վիրավորական եւ զրպարտող մեկնաբանությունները լրատվական կայքերում արտատպելու հանգամանքի հետ։ Մեր դիտարկմանը, որ նախագծում չի նշվում, թե խոսքը վերաբերում է միայն Facebook-յան վիրավորական գրառումները լրատվական կայքերում շրջանառելուն եւ հետեւաբար կարելի լրատվամիջոցներից պահանջել հեռացնել ցանկացած նյութի կամ տեսանյութի տակ հայտնված ոչ ցանկալի քննադատությունը, Նաիրա Զոհրաբյանը արձագանքեց։ Ձեր առաջարկը, որ ասեցիք, ես իսկապես հենց արձանագրեցի, շատ կարևոր, որ ֆիքսվի կոնկրետ սոցիալական ցանցերին է դա վերաբերում։ Այսինքն ձեր մտահոգությունը միայն Facebook սոցիալական միանշանակ եւ բացարձակապես այո, միանշանակ եւ բացարձակապես այո, Facebook սոցիալական ցանցը ցավոք սրտի այսօր որոշների համար վերածվել է իրենց կներեք ուրեմն սերապաթոլոգիկ ուրեմն մտագարությունները շահ տալու դաշտի եւ որոշ լրատվամիջոցներ ցավոք սրտի դա կարող են վերցնել եւ ներկայացնել որպես լրատվություն։ ԲՀԿ պատգամավորը հավելեց, որ շրջանառության մեջ դրված տարբերակը խիստ նախնական է եւ եթե այդտեղ կան դրույթներ, որոնք կարող են ընկալվել որպես ազատ խոսքի սահմանափակում, իհարկե դրանք կվերանայվեն։ Ինչ վերաբերում է այս նախագծին միացած ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսին, ապա խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը Ազատությանը փոխանցեց, որ չի կարող որևէ մեկնաբանություն անել, քանի որ ներկայացված նախագծի տեքստը դեռ չի ուսումնասիրել։ Նախագծին միացած ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջանգիրյանն էլ մեզ փոխանցեց։ Հենց պարզվի, որ դա ուղղված է մամուլի ազատության դեմ, հետ կվերցնեմ իմ ստորագրությունն այդ նախագծի տակից։ Մինչդեռ հրապարակ օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը անդրադառնալով ընդդիմադիր եւ իշխանական պատգամավորների այս նախաձեռնությանն ասում է, թե սա քայլ է արված մամուլի դեմ եւ նախ եւ առաջ հարվածելու է այդ նախագծի հեղինակներին։ Ուղղակի հասկանալի չէ, թե ինչ իմաստ ունի այդ փոփոխությունը կատարելը։ Եթե ուզում են այդ Facebook-յան տարածքը կարգավորեն, կառավարեն, վերահսկողության տակ վերցնեն, կարծում եմ, որ չի ստացվելու։ Եթե ուզում են սահմանափակել Facebook-ի ազդեցությունը, որ այնտեղից լրահոսը չգա դեպի մամուլ, փաստորեն ուղղված է մամուլի դեմ, կարելի ասել, եւ խփելու է այդ նույն մարդկանց, ովքեր այդ նախագծի հեղինակներն են։ Այժմ մեզ հետ ստուդիայում են հրապարակ օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը եւ ինֆորմացիայի ազատության կենտրոնի իրավական ծրագրերի ղեկավար Գևորգ Հայրապետյանը։ Բարի երեկո։ Ձեր տպավորություններով ինչ է իրանից ներկայացնում այս նախաձեռնությունը եւ արդյոք այն իրոք ուղղված է մամուլի ազատության դեմ։ Սկսենք ձեզանից թերևս Գևորգ եւ խնդիր չկա, շնորհակալություն հրավերի համար։ Ես էլ եմ ողջունում ձեզ։ Իմ կարծիքով սա մի քայլ էր, որը ավելի շատ ոչ թե բերում էր իրավական որոշակիության, այլ հակառակը բերում է իրավական անորոշության, որովհետև իր մեջ ներառում է բազմաթիվ բաց մնացող հարցեր, որոնք կարողանում են վերհանել արդեն տեղեկատվական տեխնոլոգիաների եւ տեղեկատվական անվտանգության մասնագետները։ Մի հիմնական բանից սկսեմ, դա այն երևույթն է, երբ որ սոցիալական ցանցերում կամ առհասարակ ինտերնետում տեղ գտած վիրավորական կամ զրպարտչական արտահայտությունները բերվում են զանգվածային լրատվամիջոցներ եւ հետո վիրավորվողը կամ պոտենցիալ տուժողը չի կարողանում իրավունքը պաշտպանել, սա կոչված է դա պաշտպանելուն։ Իրականում ես այդքան էլ համաձայն չեմ այս մտքի հետ, որովհետեւ գոյություն ունի պաշտպանության միջոց պատվի եւ արժանապատվության, դա notice and take down պաշտպանության միջոցն է, որը ծանուցել եւ հանել։ Դա նշանակում է, որ երբ որ լրատվամիջոցը ծանուցվում է այն մասին, որ իր հարթակում տեղ է գտել երրորդ անձի կողմից տրված վիրավորական կամ զրպարտչական արտահայտություն, նա պարտավոր է դա հանել։ Այլապես չհանելը եւ շարունակելը պահելը կդառնա որպես
սեփական մտքի, հա, արտահայտում եւ նա կկիսի արդեն պատասխանատվությունը։ Նման պաշտպանության միջոցը համահայտնի է, ամենայն դեպս շրջանառվել է բազմաթիվ անգամ տարբեր դեպքերով բարձրաձայնվել է տարբեր իրավապաշտպանների կողմից, այդ թվում իրավաբան Արա Ղազարյանը վերջերս հարցազրույցներից մեկի ժամանակ Դելֆիի գործով Եվրոպայի մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռը ներկայացնելիս այս պաշտպանության միջոցի մասին օրինակ խոսել է, այսինքն այն հարության ներկայացվել է։ Այնպես որ դա նորություն չէ եւ դա մեկ այլ տարբերակով մանրամասնեցնել այստեղ, կարծում եմ ուղղակի անհրաժեշտություն այդքան էլ չկար, որովհետեւ միևնույն է դա արդեն կա եւ դա կա նաեւ մեր օրենսդրության բաղկացուցիչ մաս համարվող ՄԻԵԴ-ի որոշումներում։ Տիկին Օհանյան, դուք քիչ առաջ մեր ռեպորտաժում էլ ասացիք, որ սա ուղղված է լրատվամիջոցների դեմ, ինչու է ուղղված լրատվամիջոցների դեմ, ինչի պետք է տուժեն լրատվամիջոցները։ Եթե ուշադրություն դարձրեցիք սանկցիան, որ կիրառվում է լրատվամիջոցի դեմ, այսինքն այն լրատվամիջոցը, ով տարածում է Facebook-յան օգտատերը չի պատժվում ըստ էության, պատժվելու է լրատվամիջոցը, ով համարձակվելու է այդ ստատուսը, ասենք, տեղադրել իր տիրույթում, հա, թեպետ որ նայում ենք օրենքի տեսանկյունից, ակնհայտ է, որ անցյալում էլ, հիմա էլ լրատվական գործունեություն ծավալողի նկատմամբ է օրենքը սահմանում պատժամիջոց եւ մենք ժամանակին ունեցել ենք դատական process, երբ որ հոդվածի հեղինակը հայտնի էր, բայց դատարան էին դիմել հրապարակ օրաթերթի դեմ, ոչ թե հեղինակի դեմ։ Այսինքն միևնույնն է, եթե նույնիսկ հեղինակը պարզ է, լրատվական գործունեություն ծավալող անձը պատասխանատվություն է կրում վիրավորանք եւ զրպարտություն տարածելու համար։ Մի մասով սա է։ Մյուս մասով ինչ վերաբերում է կոմենտներին, այո, ես դա ուզում հարցնել, կոմենտների մասը շատ պարզ է։ Նախ չի եղել դեպք, որ որևէ անձ դիմի եւ բողոքի, որ իր հասցեին վիրավորական արտահայտություն է դրված որևէ նյութի տակ եւ արագ չարձագանքենք եւ չհանենք այդ կոմենտ կոչվածը։ Մյուս կողմից ես կարծում եմ, որ այս օրենքի փոփոխությունը ավելի շատ հոգեբանական ազդեցություն է ունենալու, որ խմբագիրները, լրագրողները, ովքեր ավելի ազատ են, ովքեր նայում են, տեսնում են, որտեղ հնարավոր է, ինչ հետաքրքիր բան տեսնում են, տեղադրում են կայքերում, մարդիկ ազատ գրում են իրենց կարծիքը, տեսակետը, հիմա ավելի զսպված են լինելու, հասկանալու են, որ դա կունենա իրավական հետևանքներ, իսկ մեր հասարակության մեջ այնքան վախի զգուշության մթնոլորտ կա, որ սա հաստատ ավելի մեծացնելու է այդ վախն ու զգուշությունը։ Երբ որ մենք ամեն օր բախվում ենք, երբ որ մարդը նույնիսկ իր իրավունքները պաշտպանելիս վախենում է բացահայտ ազատ խոսելու, հիմա մենք իրեն զրկում ենք նաև Facebook-ում ազատ արտահայտվելու հնարավորությունից, այդ արտահայտված միտքը որևէ լրատվամիջոցի միջոցով տարածելու հնարավորությունից։ Այո, արդյոք սա ինտերնետ տիրույթը վերահսկելու եւ նաև սոցցանցերը, այսպես ասած, գրաքննելու նպատակ է հետապնդում։ Իրականում դա չեմ կարող կոնկրետ ասել, որ չեմ կարող նման եզրակացության գալ միանշանակորեն մի պարզ պատճառով, որ ինտերնետ տիրույթը եւ առհասարակ գիտական առաջընթացը այնպիսի տեմպերով է գնում առաջ, այնպես է զարգանում, որ դա ուղղակի անհնար է։ Անհնար է ըստ էության որևէ կերպ դա վերահսկել, հաշվի առնելով նաեւ այն, որ սոցիալական ցանցերը եւ ինտերնետը ըստ էության չունի պետական սահման։ Հետևաբար ես այսօր կարող եմ գրանցվել այստեղ, ազատորեն խոսել, շփվել Ամերիկայում, Ռուսաստանում, Ուկրաինայում եւ աշխարհի բոլոր երկրներում գտնվող մարդկանց հետ, նույն իմ նշած երկրների մարդիկ կարող են կոմենտ գրել իմ մեկնաբանություն գրել իմ ներկայացրած ստատուսի կամ մտքի վերաբերյալ եւ այլն եւ այլն։ Սա չի ճանաչում սահմաններ, հետևաբար այն վերահսկելը շատ դժվար կլինի, կարծում գրեթե անհնար կլինի, նաև հաշվի առնելով, թե ինչ տեմպերով է այսօր զարգանում այս տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը։ Այո, եթե օրինակ մեկնաբանության հեղինակն ապրում է Հայաստանից դուրս կամ 20 լրագրող ունեցող խմբագրությունը 20,000 մեկնաբանություն է ստացել, ինչպես պետք է հետևեն, ինչպես պետք է մաքրեն այդ մեկնաբանությունը եւ ի վերջո ինչպես պետք է նույնականացնեն այդ անձին։ Եվ այստեղ եւս մի հարց, եթե փաստորեն այսպիսով կայքերի
լրատվական կայքերի տիրոջը ներկայացվում է պահանջ, հա, օգտատերերի մասին տեղեկատվություն հավաքելու։ Սա արդյոք չի հակասում Հայաստանի Սահմանադրությանը։ Կա այդպիսի խնդիր, նախ որ լրատվամիջոցը իրավունք ունի իր աղբյուրը, իր հեղինակին չբացահայտել։ Մենք հաճախ ունենում ենք կեղծանունների տակ հոդվածներ եւ դա օրենքը չի արգելում։ Մարդը կարող է չի ցանկանում իր անունով հանդես գալ եւ օրենքը պարտադրում է հեղինակին կամ աղբյուրը բացահայտել միայն դատական process-ի ժամանակ եւ այն էլ քրեական ծանր հանցագործությունների հետ կապված բան։ Այս դեպքում մեզ ստիպում են, որ մենք մեր շահերից ելնելով դառնանք մեր աղբյուրները, մեր հեղինակներին այդ բացահայտելու գործընթաց սկսենք, էլի։ Շատ տգեղ բան է իրականում։ Այս առումով կարող եմ ասել, որ աղբյուրը բացահայտելու ընթացակարգը, կանոնները, պայմանները եւ հնարավորությունները առանց այս փոփոխությունների կային։ Աղբյուր հասկացությանը առհասարակ մեր վճռաբեկ դատարանը տվել է իր մեկնաբանությունը, թե դա ինչ է։ Կապ չունի ինչքանով ենք համաձայն դրա հետ կամ ինչքանով չէ։ Ամենայն դեպս դա մինչև այս փոփոխությունները կար, հետեւաբար նոր առումով այս փոփոխությունները միայն մանրացնում են ինչ-որ բաներ կամ տալիս տարընթերցումների տեղիք, այլ ոչ թե հստակեցնում։ Եվ մի կարևոր բան էլ գոյություն ունի, որ այս դեպքում խոսքը գնում է ոչ միայն աղբյուրի մասին, համենայն դեպս կարելի է ենթադրել, որ խոսքը գնում է ոչ թե աղբյուրի մասին կամ վիրավորող պոտենցիալ վիրավորողի մասին հայտնելու մասին, այլ նույնականացման ինչ-որ այլ մեխանիզմներ կիրառելու մասին։ Ինչ է նշանակում նույնականացնել, ասել, որ սա այսինչյանն է, Գևորգ Հայրապետյանն է, դա դեռևս չի ապացուցում, որ ես նույնականացվեցի, որովհետև օրենքի մեկնաբանությունը, այս նախագծի մեկնաբանությունը, եթե կարդանք, կտեսնենք, որ հիմնական ուղղություններից մեկը ֆեյքերի դեմ պայքարն է, այսինքն կեղծ օգտատերերի Facebook-յան, որոնք գրանցվում են դիտավորյալ եւ գրանցվում են հենց վիրավորելու կամ զրպարտելու նպատակով։ Հետեւաբար, եթե դրվում է լրատվամիջոցի վրա տվյալ դեպքում պարտականություն, դա պետք է լինի համաչափ պարտականություն, իրավաչափ պարտականություն։ Նախ լրատվամիջոցը ունի վարչարարական լծակներ մարդու նկատմամբ ինչ-որ հետախուզում իրականացնելու եւ այլն բացահայտելու եւ երկրորդ անձնագիր պահանջելու իրավունք չունի։ Եթե մարդը եկել է հոդվածը բերել, ինչքանով է գեղեցիկ, որ դու իրենց ասում ես անձնագիրը ցույց տուր, հետո նոր ես կտպագրեմ ես նյութը։ Այո։ Բացի այդ հնարավոր չի նաեւ որոշել են սահմանը, թե որից հետո ես սկսում նույնականացումը, որովհետև ըստ էության անգամ մեր ներպետական օրենսդրությամբ անհատական տվյալների մասին օրենքով նույնականացման անհատական տվյալը դա այն տվյալն է, որ թույլ է տալի նույնականացնել մարդուն, օրինակ իմ ազգանուն ազգանու եւ իմ բնակության հասցեն արդեն իսկ իմ նույնականացման տվյալներ են, որովհետև յուրաքանչյուր կկաղորողանա գա իմ տուն եւ բարձի, սակայն ինտերնետ տիրույթում դա այդքան էլ միանշանակ չէ, որովհետև ենթադրենք դուք կարող եք ներողություն, որ օրինակը ձեզ վրա եմ բերում, դուք կարող եք իմ անուն ազգանով եւ իմ հասցեով գրանցվել որպես Facebook-յան օգտատեր։ Հետեւաբար ստեղ մի խելքից դուրս անհամաչափություն էլ պարզել արդյոք դա իսկապես fake է թե ոչ, կարող է շատ մանրակրկտորեն մարդը այնպիսի մի fake կեղծ օգտատեր ստեղծի, որը որ էլ ավելի ակտիվ կլինի եւ երկար պատմություն կունենա, քան իրական օգտատերերը։ Եվ այդ դեպքում ինչպես պետք է ապացուցվի, որ իրական օգտատերը նա է, այլ ոչ թե նույն պրոֆայլով։ Եվ համենայն դեպս ինձ համար այս հարցը փակել է տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը, որը որ ուղղակի շատ լավ իմանալով սոցիալական ցանցերի ոլորտը հերթով այս օրենքի վերաբերյալ իր մեկնաբանությունում նշեց բոլոր հայտնի սոցիալական ցանցերը եւ նշեց, որ դրանցից միայն երկուսն են, եթե չեմ սխալվում, որոնք պարտադրում են մարդուն, то есть պահանջում են, որ լինի իրական օգտատեր, այլ ոչ թե կեղծ։ Միևնույն ժամանակ սա օգտագործման կանոն է, այլ ոչ թե ինչ-որ մեխանիզմներով ապահովված պահանջ։ Հետևաբար սկզբունքորեն որևէ մեկը որևէ տեղ չի ապահովում այն ամբողջական իրականությունը իր օգտատիրոջ։ Հետևաբար Սամվել Մարտիրոսյանը գրել էր մենք բոլորս fake ենք, այդ առումով եթե նայենք, որտեղ որևէ մեկի համար իրականությունը հավաստող իրական տվյալ գոյություն չունի։ Տիկին Հանյան, դուք քիչ առաջ ձեր խոսքում էլ հիշեցրեցիք, ձեր թերթի հետ կապված նման միջադեպ եղել էր, որ փաստաբան Արթուր Գրիգորյանը դատի տվեց եւ դատը շահեց, նմանատիպ պարտվեց, նմանատիպ դեպքեր կարծես, հա,
Եվ մի փոքր մեզ կհիշեցնեք մանրամասները ինչու, եթե մենք ուրեմն հոդված ենք պատգրել, որտեղ Արթուր Գրիգորյանի գործունեության հետ առնչվող հատված կար եւ այդ հոդվածի տակ մարդիկ օգտատերեր, մեզ անհայտ անձինք կոմենտներ էին գրել։ Տհաճ ինչ որտեղ, այո, վիրավորական նաեւ արտահայտություններով կոմենտներ։ Նմանատիպ իրավիճակ է։ Այո, շատ նման իրավիճակ է։ Արթուր Գրիգորյանը դիմել էր դատարան, ոչ թե հոդվածն էր վիճարկում, որտեղ շատ նորմալ էր, ոչ մի ինքը բողոք չուներ այդ հոդվածի հետ կապված, այլ այդ կոմենտների պահը եւ կոմենտները վերագրել էր մեզ, որ լրատվական գործունեություն իրականացնող հրապարակ օրաթերթը թույլ է տվել վիրավորանք, վիրավորական արտահայտություններ, որոնց համար պետք է պատասխան տա եւ 18 միլիոն դրամ ուղղանքեր, այո, պահանջել, գումար էր պահանջել դրա դիմաց որպես բարոյական փոխհատուցում։ Դատարանը գտավ, որ իրավական չէ, օրինական չէ իր պահանջը եւ մերժեց այդ հայցադիմումը։ Առաջին ատյանում մերժեց, հետո գնաց երկրորդ վերաքննիչում հակառակ վճիռ կայացվեց, բայց վճռաբեկը մեր օգտին որոշեց եւ հարցը փակվեց մեր հաղթանակով, այսպես ասած, եւ ըստ էության դատական նախադեպ ձևավորվեց։ Այդ հարցը արդյոք նախադեպ չի դառնա այսօրվա։ Դա նախադեպ ձևավորվեց, բայց հիմա այս օրենքի փոփոխությունից հետո կարող է նոր նախադեպ ձևավորվել, ճիշտ հակառակ կտրվածքով էլ, այսինքն կոմենտները կարող են դիտվել որպես վիրավորանք եւ սրբարտություն։ Իրական ես հետեւյալ մոտեցում ունեմ, նաեւ այս գործով իր կարծիքներ տվել տեղեկատվական վեճերի խորհուրդը, ուրեմն առհասարակ շահարկում են մի քանի դատական գործեր, այդ թվում հրապարակ օրաթերթի եւ Արթուր Գրիգորյանի դատական գործը, Շահարկվել բառը լավ բառ չօգտագործեցիք, Գևորգ։ Միգուցե, այսինքն շատ են դրանց մասին խոսում եւ երբեմն համեմատությունները լինում են առանց փաստական փաստերին անդրադառնալու։ Այս առումով ինքը կարող է առաջացնել փոքր այլ կարծիքներ, ոչ ճիշտ մոտեցումներ եւ այլն։ Նույն Դելֆի տեղեկատվական պորտալն ընդդեմ Էստոնիայի գործով։ Հիմա տեսեք, առաջին հայացքից այնպիսի տպավորություն է, որ Դելֆի գործով Եվրոդատարանի վճիռը եւ մեր հրապարակի գործով վճռաբեկ դատարանի որոշումը իրար հակասում են։ Իրականում Դելֆիի վճիռը ուներ փաստական այլ հիմք։ Դա այն էր, որ Դելֆի տեղեկատվական պորտալը 6 շաբաթ շարունակ անընդմեջ իմացել է կոմենտների, իր պորտալում գտնվող կոմենտների վիրավորական եւ զրպարտչական բնույթի մասին, խիստ վիրավորական բնույթի մասին։ Դա օգտագործել է եւ ունենալով հնարավորությունը չի հեռացրել, որովհետեւ երբ որ որոշումն եղավ, եթե չեմ սխալվում, երբ որ ծանուցվեց, ներողություն, ոչ թե որոշումն եղավ, երբ որ ծանուցվեց նա այդ մասին պաշտոնապես դժոխք կողմից, նա դա հեռացրեց 1 օրվա ընթացքում։ Հետևաբար կա մի իրավիճակ, երբ որ նա գիտի դրանց մասին, ունի իրական հնարավորություն արդեն իմացած խիստ վիրավորական արտահայտությունները հեռացնելու համար, սակայն չի հեռացնում։ Հրապարակի դեպքում փաստական հանգամանքները այլ էին։ Արթուր Գրիգորյանը օրինակ տեղյակ չէր պահել հրապարակ օրաթերթին այն մասին, որ կա վիրավորական եւ զրպարտչական տեղեկություններ եւ այստեղ կարեւոր է մի հանգամանք վիրավորականի դեպքում դեռ լրատվամիջոցին մեղադրելու տեղիք կա, որովհետեւ դրանք հիմնականում այնպիսի արտահայտություններ են, օրինակ հայհոյանքները, որոնք համահայտնի են եւ համագիտակցելի են մարդկանց համար, որ դրանք պարունակում են վիրավորանք, սակայն զրպարտչական բնույթի տեղեկությունները կարող են իրականում լինել չեզոք, կարող են լինել փաստական հանգամանքի վերաբերյալ կամ փաստի վերաբերյալ ինչ-որ տեղեկություն, որ ուղղակի կլինի սուտ, կարատավորի մարդու պատիվն ու արժանապատվությունը, սակայն մինչև մարդը չի ասել, որ դա սուտ տեղեկություն եւ դա զրպարտող է, լրատվամիջոցը օբյեկտիվորեն չունի հնարավորություն դա գնահատելու որպես զրպարտչական տեղեկություն։ Հետևաբար այս դեպքում այս պաշտպանության միջոցն ավելի կարևոր է, կարծում եմ այս առումով փոփոխությունները այդքան էլ խնդիր չեն առաջացնում, որովհետեւ իրանք 9.5 եւ 9.6 կետերում հենց այդ մեխանիզմն են, այդ իրավակարգավորումն են փորձել ներմուծել, որը ասեցի անհրաժեշտություն չկա, որովհետեւ արդեն գոյություն ունի։ Այստեղ մի քիչ որոշվելու։ Ինչն է զրպարտություն, ինչն է վիրավորանք։ Մեկի համար կարող է մի հրապարակումը վիրավորանք լինել, մյուսի համար կարող է նորմալ դատարանն որոշելու, դա արդեն կա, արդեն քաղաքացիական օրենսգրքում
արդեն մինչև այս փոփոխություններն էլ կա, թե որն է վիրավորանք, որն է զրպարտություն։ Այստեղ մի քիչ վիճարկելի կարող են լինել օրինակ այն, որ պետք է անհապաղ, սակայն ոչ ուշ քան 12 ժամվա ընթացքում, միգուցե դա ոչ համաչափ պարտականություն է էլի դրվում լրատվամիջոցի վրա հայաստանյան պայմաններում 12 ժամում հանել։ Միգուցե, սա չեմ կարող ասել, համենայն դեպս այս կետերը այդքան էլ խնդրահարույց չեն, ինչքան նախորդները։ Եվ քանի որ անցա, սենց միանգամից սահում տեղափոխվում մի բանի մասին էր ուզում խոսել, այստեղ հրապարակային կայքը մեկնաբանելիս ասում են անսահմանափակ թվով օգտատերերին, ընթերցողներին հասանելի կայք է։ Սա իրականում նույնպես անորոշություն է մտցնում, որովհետև սկզբունքորեն Facebook-յան օգտատերի գրառումը կամ կոմենտը հասանելի չէ անսահմանափակ թվով մարդկանց եւ կարող է հասանելի չլինել անսահմանափակ թվով մարդկանց, սակայն հասանելի լինել հարյուրավորներին։ Օրինակ, շատ բարձ օրինակով մարդը կարող է ոչ մի արգելք չդնել իր էջի վրա կամ իր կոմենտի վրա եւ դա տեսնեն յուրաքանչյուր ով դա հնարավորությունը կունենա Ամերիկայից եւ այլն եւ այլն եւ այլն։ Սակայն մարդը կարող է օգտվել Facebook-ի կոնկրետ դեպքում ընձեռած հնարավորություններից, սահմանափակել, որ իր գրառումը տեսնեն միայն ու միայն իր ընկերները, սակայն ունենա 1000 ընկեր, օրինակ։ Գևորգ այնպես է մեկնաբանում, կարծես արդեն օրենքը ընդունվել է եւ մենք արդեն օրենքի կիրառման մանրամասներն ենք քննարկում։ Ես հույս ունեմ, որ չի ընդունվելու այս օրենքը։ Չի ընդունվելու, որովհետև падգամավորները ի վերջո պետք է հասկանան, որ իրենց խնդիրը, իրենց շահերը պաշտպանելը չի։ Իրենք ազգային ժողովում նրա համար չեն հայտնվել, որ իրենք քննադատությունից զերծ, բանից դուրս, քննադատությունից դուրս ինչ-որ մի հատ բանի մեջ լինեն, պաշտպանված լինեն։ Իրենց գործը այլ է, եւ այս երկիրը ունի բազում օրենքների կարիք, որոնք թող այդ օրենքների ընդունմամբ զբաղվեն եւ լրատվական դաշտը, Facebook-ը թողնեն հանգիստ։ Ու հենց թեկուզ հենց նույն ոլորտում այլ խնդիր կա, օրինակ այսօր մարդու պատիվի եւ արժանապատվությունը պաշտպանված չեն ոչ հրապարակային վիրավորանքից։ Առհասարակ մարդը կարող է մեկին տանել մի կողմի վրա առանց երրորդ անձի, ինչ ասես ասել, վիրավորել ամենավերջին ստորացուցիչ բառերով եւ մարդը չկարողանա իր պատիվն ու արժանապատվությունը պաշտպանել։ Ընդհանրապես մամուլը հազարավոր խնդիրներ ունի, որոնց պաշտպանությամբ, որոնց գործառույթներով իրենք կարող են զբաղվել։ Հետևաբար այս լրացումները, եթե ուղղակի նայենք իրավական ակտի անհրաժեշտության սկզբունքից, տվյալ պահին չեն լուծելու իրենց առջև դրված խնդիրը։ Շնորհակալություն մեր հրավերն ընդունելու համար, շարունակում ենք թողարկումը։ Մոտ մեկ շաբաթ առաջ մարտի 1-ի հանրահավաքում ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանը հրաշալի քառյակ որակելով խորհրդարանական ոչ իշխանական 4 ուժերին, նրանց առաջ խաղաղ իշխանափոխության ճանապարհային քարտեզ մշակելու խնդիր դրեց։ Տեր-Պետրոսյանը այս հարցում լավատես էր եւ հայտարարեց, որ այդ ուղղությամբ առաջին քայլերը կարծես թե արդեն արվում են։ Վերջիններս սակայն կարծես թե ավելի հակված են հանգրվանային, փուլային լուծման։ Այսինքն նախ պարտադրել կառավարության հրաժարականը եւ դրանից հետո միայն մտածել նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների մասին։ Հասարակության եւ քաղաքական ուժերի ճնշման տակ տեղի ունեցող ցանկացած փոփոխություն դրական դիտելով կոնգրեսը այս մոտեցումն էլ ընդունելի է համարում եւ ամենևին չհավակնելով առաջատարի դերի պատրաստ է հանուն համերաշխության իր ողջ կարողությամբ համագործակցել մյուս ուժերի հետ, որպես առաջին քայլ կառավարության հրաժարականին հասնելու հարցում։ Աստղիկ Բեդևյանն այսօր փորձել է պարզել, թե ինչ փուլում է կառավարության հրաժարականը պահանջելու գործընթացը եւ արդյոք Բարգավաճ Հայաստանի կոնգրեսի դաշնակցության ու ժառանգության քառյակը իրականում հրաշալիորեն համագործակցում է այս հարցում։ Ազգային ժողովի ոչ իշխանական ուժերը դեռ չեն քննարկել, ինչ նոր նախաձեռնությամբ են առաջիկայում հանդես գալու։ Ազատության հետ զրույցում ասաց Ռուբիկ Հակոբյանը, քաղաքական օրակարգը քայլ առ քայլ ընդլայնելուն են կողմնակից։ Չեմ կարծում, որ հնարավորություն կտանք չարախնդալու նրանց, ովքեր այսպես ամառորեն պայքարում են, որպեսզի չկարողանա կայանալ այդ համագործակցությունը։ Հակոբյանը կարծում է, իրենց քաղաքական խորհրդակցություններն անպայման արդյունք են տալու։ Այլապես ինչի պետք է շարունակել։ Դաշնակցությունից Արմեն Ռուստամյանն ասում է, Տեր-Պետրոսյանի ձևակերպած հրաշալի քառյակն իսկապես ձևավորված է։ Դաշնակցությունը, Բարգավաճ Հայաստանը, ՀԱԿ-ն ու Ժառանգությունը իշխանությանը ստիպում է արձագանքել բարձրացրած հարցերին։ Կա այն տրամաբանությամբ, որով այն սկսել է գործել,
Իսկ այդ տրամաբանությունը շատ հստակ է, եթե մենք չենք կարողանում առայժմ ամբողջական օրակարգով համաձայնության գալ, դա չպետք է խանգարի մենք կոնկրետ քայլեր կատարելով առաջ գնանք։ Քառյակի քննարկումները հաշտ ու խաղաղ չեն անցնում, խոստովանեց Արմեն Ռուստամյանը, ինչը նա առողջ է համարում, քաղաքական տարբեր հայացքներ ունեցող ուժեր են հավաքված։ Տարաձայնությունների առկայությունը մեզ չպետք է խրտնեցնի։ Կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը ոչ իշխանական 4 ուժերը տարեսկզբից են քննարկում, սակայն կոնկրետ նախաձեռնությամբ մինչև այժմ հանդես չեն եկել։ Հարցն օրակարգից դուրս չի եկել, Ազատությանը փոխանցեց Ռուստամյանը։ Սա մեծ փաթեթ է, սա իր մեջ ներառում է ընդհանրապես երկրի վիճակի գնահատումը համատեղ եւ դրանից դուրս գալու ելքերի առաջարկումը համատեղ, այսինքն մենք միայն չպետք է ասենք վատ է, սեն է, բայց պետք է նաեւ ասենք մենք ոնց ենք պատկերացնում այդ վիճակը փոխելը։ Կառավարությանն անվստահություն հայտնելու հարցի շուրջ դեռ աշխատանքները չեն ավարտվել։ Խորհուրդ է անում հարցի բարձրացման ձգձգումն, այսպես բացատրեց Ժառանգություն խմբակցության ղեկավարը։ Ուզում ենք փաթեթը ամբողջությամբ ներկայացնել, որ նաև համոզիչ լինի մարդկանց համար, որի վերջո ինչ այլ ընտրանք ենք առաջարկում։ Այսինքն չլինի այնպես, որ Պողոսի փոխարեն Պետրոսը գա եւ մնա ամեն ինչ նույնը։ Հետևաբար շատ տրամաբանական է, որ պետք է նաև այլ ընտրանք ներկայացվի, ինչի վրա եւ աշխատում։ Մարտի 1-ի հանրահավաքում ՀԱԿ կուսակցության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը նաև ամբողջական իշխանափոխության հարցին էր անդրադարձել, որին ձգտում է կոնգրեսը։ Խորհուրդ է անում ՀԱԿ-ի հետ համագործակցող Բարգավաճ Հայաստանի, Ժառանգության եւ Դաշնակցության ծրագրերի մասին ասելով, վերջիններս հակված են փուլային հանգրվանային լուծման, այսինքն նախ պարտադրել կառավարության հրաժարականը եւ դրանից հետո միայն մտածել նախագահական ու խորհրդարանական ընտրությունների մասին։ Դաշնակցության ներկայացուցիչն ասաց, ամբողջական իշխանափոխության մասին խոսում են 4 ուժերի հանդիպումների ընթացքում, պարզապես համաձայնության չեն եկել, ինչ է հասկանում Դաշնակցությունը ամբողջական իշխանափոխություն ասելով։ Որ չենք ասում դուք լավը չեք, հեռացեք միայն, դա չենք ասում։ Մենք ասում ենք, որ նորն էլ գա, ինչ պիտի չանի։ Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը կարծում է, 4 ուժերը կենտրոնացել են կառավարությանն անվստահություն հայտնելու հարցի վրա, արտաքին քաղաքական հարցերը շրջանցելու համար։ Կառավարության խնդիրը, վարչապետի խնդիրը մի էտապ է, որը կուժեղացնի իհարկե 4 ուժերի դիրքերը, եթե կարողանան հասնել այդ խնդրի լուծմանը։ Բայց այդ առումով կան մի քանի հարցադրումներ։ Նախ եւ առաջ այն թե այդ պաշտոնակությունից հետո ինչ հաջորդական քայլեր կան, արդյոք ազդելու են նոր կառավարության ձևավորման վրա, դե յուրե նման լծակներ իհարկե չկան։ Նաեւ ամենակարևոր հարցերից մեկն է, թե միմյանց միջև ունեն պատկերացում նոր կառավարության վերաբերյալ, վարչապետի պաշտոնի վերաբերյալ, թե ոչ։ Հաջողության բանալին կարծում է Հակոբ Բադալյանը, այս ուժերի ձեռքին չէ։ Քանի որ ասում եմ Հայաստանում մեծ է արտաքին դերակատարումը, ըստ էության նախաձեռնությունները շատ էսպես ընդհանրապես առայժմ բնույթ են կրում։ 4 ուժերը ըստ էության այս կամ այն կերպ ու երևի Ժառանգության մի փոքր բացառությամբ այս կամ այն կերպ աջակցություն են ցուցաբերել Սերժ Սարգսյանի մաքսային կուրսին, իսկ դա Հայաստանի վրա մեծացրել է, ել ավելի է մեծացրել Ռուսաստանի ազդեցությունը։ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանն անցած տարվա հունիսի 1-ի արյունալի միջադեպից հետո այսօր առաջին անգամ հանդես է եկել հրապարակարային հայտարարություններով։ Խաչատրյանն իրեն ամենևին մեղավոր չի զգում իր տան մոտ տեղի ունեցած միջադեպի համար։ Նորմալ է գնահատում սպանության մեջ մեղադրվող որդուն ու թիկնապահին ազատ արձակելը, ավելին նախկին մարզպետը կատարվածի մեղավորը համարում է սպանված Ավետիք Բուդաղյանին ու նրա եղբորը։ Իդեպ վերջերս երկրապահի ղեկավար կազմում ընտրված Սուրիկ Խաչատրյանը Հայաստանից հեռանալու մտադրություն ամենևին չունի եւ նույնիսկ չի բացառում Սյունիքի մարզպետի պաշտոնին վերադառնալը։ Սարգիս Հարությունյանն է շարունակում թեման։ Չէ, ես ներքեզ զգացում չունեմ, բայց ցավ եմ ապրում, որ երիտասարդ տղա եմ հասել եւ այդ ցավ եմ ապրում, որ այդ արունը մեր տանն է թափել, հասկանում եք։ Այ այս ցավն եմ ապրում, բայց ես մեղքի զգացում չկա այստեղ, հասկանում եք։ Ուրիշ պայմաններում կարող է ավելի վատ լինել։ Այսօր լրագրողների հետ հարց ու պատասխանի ժամանակ Սուրիկ Խաչատրյանը նշեց, թե տեղի ունեցածը ընդամենը խմիչքի հետևանք էր, որն էլ բերեց այս ողբերգությանը։ Ջերմ հարաբերություններ են եղել այդ ընտանիքի հետ 25 տարիների ընթացքում։ Ճիշտ է, եղել են քաղաքական խնդիրներ, ասենք 2 անգամ նույն Ավետիքը թեկնածություն է դրել Գորիսի քաղաքապետի, 2 անգամ էլ ես մեկ ուրիշին եմ պաշտպանել, եւ այդ 2 անգամ իրա չանցնելը ես վերջում հասկացա, որ իրա մեջ կուտակված թշնամանք կար, որ անպայմանորեն ինքը ուզում էր ինչ-որ բանով պատասխանել, շարունակեց Սյունիքի նախկին մարզպետը։
Մեքենայի մեջ ինչ ա եղել, կպատմեք։ Չէ, հիմա ես սա քննություն չեմ ուզում տամ, մեքենայի մեջ եղել է այն ինչ որ եղել է, ես չեմ ուզում քննություն տամ, բայց ասենք թե մեքենայի մեջ ընդամենը իր հարբեցության աստիճանն էր, որ ինքը իրան չկարողացավ դրսևոր, ես էլ իրան իջեցրեցի ու թողեցի գնաց։ Վեճ չի եղել։ Չէ, վեճ չի եղել, քաշքշոտ մեքենայի մեջ չէր կարող լինել։ Ուրեմն ես իր պահվածքից ելնելով վարորդին ասի կարելի թող ինքը իջի։ Ինչու հետո ինքը եկավ ձեր տան վրա այդ դեպքում։ Դե դրա մասին եմ խոսում, ասում մարդու մեջ ինչքան կուտակված ճշտամություն պետք է լինի, որ այդքանից հետո այդքան ճանապարհ մեզանից հետո գնաց հասավ տուն եւ զենքերը վերցրեց, ավտոն վերցրեց, եկավ եւ ցավալին նա որ իր ծնողները չասեցին ուր ես գնում, դեմը չառան, այս է ցավալին, հասկանում ես, երկու դեպքում էլ, եթե ինքը կխփեր կսպաներ մեզ, թե հակառակը կներ, երկու դեպքում էլ ողբերգություն է։ Մյուս կողմի փաստաբանը ներկայացուցիչները ասում են, որ կրակոց ա եղել նաեւ վերևից, երկրորդ հարկից։ Դա ուրեմն փաստաբանի դա երևակայությունն է։ Դուք չեք կրակել։ Որովհետեւ ես ոչ թե չեմ կրակել, ես այդ ամբողջ դեպքը չեմ էլ իմացել։ Ես չեմ էլ իմացել այդ ամբողջ դեպքի մասին, հավատացեք, որ իսկապես չեմ իմացել, ոչ թե փաստաբանն ասում ես, եմ ասում ես անկեղծորեն ասում։ Եվ դա հազարավոր մարդիկ, այդ թվում ամբողջ մարզի ոստիկանությունը, հանրապետական ոստիկանությունը իրանք իսկապես համոզված են եղել, որ ես այդ դեպքի ընդհանրապես մասնակցություն չեմ ունեցել։ Ուրեմն խնդրում եմ հասկանաք մի բան։ Ես մարդկային լեզվով, ոչ թե ես իրավաբան եմ, քննիչ եմ, մասնագետ եմ, ես ուզում եմ մարդկային լեզվով ձեզ մի բան ասեմ։ Ուրեմն փորձագետների տված եզրակացությունը ավետիքին կպարտ 4 պատրոնը, 4 փամփուշտները նույն զենքից է։ Ոնց կարող է այդ նույն զենքը եւ ներքևում կրակվել եւ վերևում կրակվել։ Խնդրում եմ տրամաբանեք։ Այդ զենքը ոնց հասավ վերև, ոնց հասավ ներքև։ Բախման կրակոցների ժամանակ որտեղ էիք։ Ես քնած եմ եղել։ Տանը։ Տանը քնած եմ եղել։ Իսկ երկրորդ հարկից կներես վերջի հարցը տամ, երկրորդ հարկից այդ կրակոցի հետ կապված դուք ոնց եք բան չի եղել։ Այդպիսի կրակոց չի եղել։ Ես այ մյուս կողմը ասում եմ, ոնց է ստացվում, մարդ քնած է, բայց կրակոցներից ոչ զարթնում է, ոչ։ Ուրեմն ես համաձայն եմ, որ իսկապես մի քիչ զարմանալի է, բայց մեր տան դիրքը այնպիսինն է, նախ պատուհաններն են հերմետիկ, երկրորդն էլ այդ գետի ձենը, այդ ձեները տան մոտ չի թողում, որ ներսում լսես։ Այդ նույնը փորձաքննությունը արվել է դրանից հետո եւ համոզվել են, որ իսկապես կարող է այդ գետի ափին կրակելու տանը չլսես։ Որդուն եւ թիկնապահին կալանքից ազատ արձակելու մասով։ Ինչ որ մեկին չեք զանգահարել, չեք առաջարկել, խնդրել, որ ձեր որդուն ազատ արձակեք, որ չէ։ Ազնվությամբ հավատացեք, որ չէ։ Մամուլը գրում է սոցցանցերում ասում են, տեսեք, Սյունիքի նախկին մարզպետը հանրապետական կուսակցության անդամ է եւ անընդհատ այսպես աշխատել է գործող նախագահի համար եւ հիմա այդ կապերը օգտագործել է, որպեսզի իր համար բարենպաստ ընթացք տեղափոխի գործ, ինչ կարող եք ասել։ Ով էլ ուզում է որ ես լինեի, չեմ կարծում, եթե ես այս դեպքով որտեղ արուն էր թափվել, որ ես թեթև անգամ սխալ ունենայի, ես ամենավերջին ձևով չպատժվեի։ Դուք նախագահի հետ չեք քննարկել։ Ես նախագահի հետ, ուրեմն չեմ քննարկել, նախագահան քննարկել է դատախազի հետ, նախագահան MVD-ի, այսինքն ոստիկանապետի հետ, քննիչների հետ, հասկանում եք, այսինքն նախագահան միջև այս հարցը չպարզ էր, ինքը երբեք իրեն թույլ չէր տա։ Մեր նախագահին ճանաչում են բոլորը, եւ նորից եմ ասում, կա բազմաթիվ մարդիկ, որոնք հանրապետական կուսակցության անդամ էին, նախագահին մտերիմ էին եւ իրենց սխալ արարքների համար նախագահան պատժի։ Սուրիկ Խաչատրյանը ինչ գիտի, որ Ավետիք Բուդաղյանի վրա հայտնաբերված բոլոր հրազենային վնասվածքները նույն զենքից են պատճառվել, եթե Ավետիք Բուդաղյանի մարմնում ընդամենը 2 գնդակ է հայտնաբերվել, մնացած գնդակները չեն հայտնաբերվել։ Այսօր Ազատությանը փոխանցեց Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը։ Իհարկե, այս առումով Սուրիկ Խաչատրյանը ավելի լավ պետք է որ իմանա ինչից է կրակված եւ ում կողմից, բայց քրեական գործում համենայն դեպս պարզված չի, քրեական գործի նյութերից չի բխում Սուրիկ Խաչատրյանի այդ հայտարարությունը, այսինքն այդ հայտարարությունը քրեական գործի նյութերից չի հարված։ Այսօր լարված իրավիճակ էր Երևան-Ապարան ավտոճանապարհին, շրջակա 7 գյուղերի վրդովված բնակիչները հավաքվել եւ փակել էին մայրուղին, պահանջելով դադարեցնել իրենց մարզում փոքր հիդրոէլեկտրակայանի շինարարությունը։ Ակցիային միջամտեց ոստիկանությունը, փորձելով զսպել գյուղացիների վրդովմունքը, ինչը վերածվեց քաշքշուկի։ Գյուղացիների մտահոգությունը հետեւյալն էր. եթե հեկը կառուցվի, իրենց այգիները կչորանան, ընտանիքները կզրկվեն ապրուստի միակ միջոցից, հետո ով է իրենց երեխաներին պահելու։ Հովհաննես Մովսիսյանն է հաղորդում Ապարանից։
Այսօր առավոտյան ժամը 11-ից Արագածոտնի մարզի 7 գյուղերի բնակիչներ փակել էին աշտարակ ապարան ավտոմայրուղին, պահանջելով, որ գյուղի հարևանությամբ հեկ չկառուցվի։ Գյուղացիների ապրուստի հիմնական միջոցը այս տարածքում գտնվող խնձորի այգիներն են, մինչդեռ 7 գյուղերին ջուր ապահովող ջրամբարի մոտ հեկի կառուցումից հետո, ինչպես գյուղացիներն են պնդում, իրենք կզրկվեն ջրից եւ ապրուստի միջոցից։ Մոտ 3 ժամ ավտոմայրուղին փակ պահելուց հետո այստեղ ժամանեց Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը, ով էլ գյուղացիներին համոզեց բացել ճանապարհը։ Փոխարենը խոստացավ, որ շինհրապարակից տեխնիկան դուրս կբերվի։ Գյուղացիները համաձայնվեցին, մինչդեռ այդ պահին քաշքշուկ սկսվեց Երևանից ժամանած բնապահպանների եւ քաղաքացիական հագուստով մի քանի անձանց միջև։ Բնապահպաններին անհայտ անձինք հարվածներ էին հասցրել, ինչից հետո էլ սկսվել էր խառնաշփոթը։ Ազատության հետ զրույցում նրանք պնդեցին, որ հարվածողները ոստիկաններ էին։ Ժողովուրդը եկավ այս կողմ, երբ որ ժողովուրդը մեզնից մի 5 հոգուց ավելի առանձնացավ, քաղաքացիական հագուստով ոստիկանները մեզ շրջապատեցին, քաշելով տանում էին 31-ի մեջ։ Ես դու սադրիչ ես բռնին 9 հոգով, մեկը ձերքս ճարտում էր, ոտքս վիրահատության գարիք ունի, սաղ գիտեն ոստիկանները, բռնած կաշում էին, այն մեկը ասում ամրուտ կջարտեն, մեկը քասով մտնում է լիարտի սա խփում, բայց ոչինչ, պատասխան եք տալու արա։ Քաղաքացիականով լիքը ոստիկան կա հիմա մեր մեջ, եւ ասեցին բացեք ճանապարհը, էս էր ժողովուրդ, սրա համար ենք բացում, որ մի քանիսին առանձնացնեն ու բերմանի ենթարկեն։ Գյուղացիները այս միջադեպից հետո կրկին փակեցին ավտոմայրուղին։ Այդ ժամանակ նրանց կրկին մոտեցավ մարզպետը, ով Ազատության հետ զրույցում վստահեցրեց, որ գյուղացուն վնաս հասցնող ոչինչ չի կառուցվելու։ Մի լիտր ջուր չի պակասելու։ Այդպեսի բան չկա, այդպեսի ծրագիր չկա։ Դե որոշ մարդկանց թյուրիմացության մեջ են գցել, իրանք են մտավախությունը երևի իրաց մոտ առաջանում։ Այդ ջրագիծը կառուցվել է 69 թվականին, մինչև այսօր չի վերանորոգվել։ Դա են վերանորոգում։ Դե մարզպետն ասում է, այնտեղ ոչ մի հեկ չեն կառուցելու, ջուրը չի պակասել։ Գես են կառուցելու։ Ինչի՞ եք վստահ։ Որտեղ խափում են։ Ժողովրդին խափում են, որ սարքեցին էլ քեզ կարա։ Ոչ մի բան անես։ Մարզպետ Սարգիս Սահակյանի եւ գյուղացիների խոսակցությանը միջամտեց Ազգային ժողովի Բարգավաճ Հայաստան խմբակցության падգամավոր Լևոն Խաչատրյանը, ով մարզպետին խորհուրդ տվեց, որ եթե իրոք ընդհանրապես ջրագծերն են վերանորոգում, ապա թող ցույց տան փաստաթղթերը։ Մինչդեռ մարզպետն էլ պատասխանեց, որ այս պահին դրանք չկան։ Ծրագրից որ ստեղ ջրագիծ են ուզում։ Ոչ, չեք հավատում։ Ես գիտեմ, որ դա սուտ է։ Ինչ հավատամ։ Իսկ ինչ են անում։ Խոսակցությունը որ գես են սարքում։ Եթե չեն տեսել փաստաթուղթ, որը ինչ որ բան ապացուցի, ինչա կառուցում, գյուղացին ո՞նց կարող է հավատալ։ Հավատալու համար պարզապես պետքա փաստաթուղթ։ Եթե ջրագիծը նախահաշվարկի նախագիծ, մարդկանց բերեին ցույց տային, որ էսի ջրագիծը, բայց ինձ համար անհասկանալի է, այնտեղում որտեղով կանալ է անցնում, կանալը վերանորոգելու փոխարեն զուգահեռ խողովա գցել փակ, որպեսզի ջրագիծը անցկացնել։ Նման բան աշխարհում գոյություն չունի։ Մարզպետ Սարգիս Սահակյանը կրկին գյուղացիներին խորհուրդ տվեց բացել ավտոմայրուղին եւ միասին ուղևորվել շինաշխատանքների վայր եւ անձամբ համոզվել, որ տեխնիկան տարածքից դուրս է գալիս։ Գրեթե բոլորը ուղևորվեցին այնտեղ։ Կես ժամ անց ժամանեց նաև մարզպետը։ Արդյունքում միայն տեխնիկայի մի մասը տարածքից դուրս բերվեց, պատճառաբանությամբ, որ մնացածը չեն գործում եւ դուրս կբերվեն առաջիկայում։ Իսկ այն հարցին, թե արդյոք այլևս շինաշխատանքներ չեն կատարվելու, մարզպետ Սահակյանը խուսափում էր ուղիղ պատասխան տալուց։ Ինչ պետք է լինի հետո։ Հետո չեն բերելու էլի հետ։ Չեմ բերելու։ Այսքան վերցես մնալու է։ Սենց մնալու է, պարոն մարզպետ։ Հետո հանելու կասի։ Դե վաշտերաբար հանում ինչ է։ Չտեսա հանեցին, նոր հանեցին։ Չէ, մեկը հանեցին, մնացածն է։ Մնացածը ասում չի աշխատանը, փչացել է պետք է հանեն։ Դա խողովակները, դες հանելու են, հանելու են։ Լավ։ Հա։ Իսկ ստեղ չի շարունակվելու։ Չի շարունակվելու։ Դրեք զեն չի կարելի, չի կարելի, սա երկիրը, սա պետությունը։ Քիչ անց նույն հարցը մարզպետին ուղեցին նաև գյուղացիները։ Ես սարքվել է թե ոչ։
Ինչ ես նման հարց տալիս որ։ Այ մա ինչ հարց տամ։ Ման չի եկել։ Իդեպ գյուղացիների հետ զրույցի ընթացքում մարզպետը մի քանի անգամ ասաց, որ կառուցվող հեկը չի վնասելու գյուղատնտեսությանը եւ ջուրը առաջնահերթ տրվելու է գյուղացիներին։ Մեր այն հարցին, որ փաստորեն նա խոստովանում է, որ հեկ է կառուցվում, ապա ով է սեփականատերը, մարզպետը այսպես պատասխանեց. Քաղաքացու անունը։ Ահա, ով ասա։ Արմեն անունով բանը, քաղաքացիա սեփականատերը սպետը։ Ընդամենը մի քանի մետր քայլելուց հետո մարզպետը կրկին սկսեց պնդել, որ հեկ չի կառուցվելու։ Հիմա չկա, հեկ չկա։ Չկա, բան չկա։ Նոր գյուղացիներից մեկին որ խոսում եք, ասում եք ջուրը չենք տա, ծառերին կտանք առաջնահերթ, հեկից եք խոսում։ Իհարկե, ես ասում Հայաստանի Հանրապետությունում ցանկացած գործունեություն ծավալելու պարագայում, ես 6-րդ անգամ եմ քեզ ասում։ Չէ, կոնկրետ տարածաշրջանի մասին էր հարցը։ Այս տարածաշրջանում եթե ստե պետք է կառուցվի, ուրեմն մի լիտր ջուր գյուղացու հաշվի չի գնալու։ Օրվա վերջում գյուղացիները խոստացան, որ հետևելու են տարածքին, եւ եթե շինտեխնիկան կրկին այստեղ լինի, ապա նորից դուրս կգան փողոց։ Քիչ առաջ նախախորհրդարանը հաղորդագրություն է տարածել այն մասին, որ Երևան վերադարձի ճանապարհին քաղաքացիական հագուստով ոստիկանները Լենինգրադյան փողոցի հատվածում բռնության գործադրման բերման են ենթարկել այսօր գյուղացիների ակցիային մասնակցած ակտիվիստներ Եղիա Ներսեսյանին, Գևորգ Սաֆարյանին, Հարություն Մալխասյանին ու Հովանես Ղազարյանին։ Ազատամարտիկ Վոլոդիա Ավետիսյանը կշարունակի մնալ բանտում, չնայած պաշտպանական կողմի պնդմանը, որ նրա հետ քննչական որևէ գործողություն չի կատարվել, խարդախության մեջ մեղադրվող ազատամարտիկը տուժողին չի էլ տեսել, դատարանն այնուհանդերձ որոշեց, որ Ավետիսյանը պետք է մնա նախնական կալանքի տակ։ Քննչական մարմինը առաջ է քաշում մշտական փաստարկը, եթե ազատ արձակենք, մեղադրյալը կարող է թաքնվել, փախչել կամ խոչընդոտել նախաքննությանը։ Ավետիսյանի ընկերներն ու ընտանիքն էլ հակադարձում են, եթե պատերազմի ժամանակ նա չի փախել մարտի դաշտ է գնացել, հիմա հաստատ չի փախչի։ Նաիրա Բուլղադարյանն է հետևել դատական նիստին եւ այցելել Վոլոդիա Ավետիսյանի ընտանիքին։ Պայստազորի գնդապետ Ղարաբաղյան պատերազմի վետերան Վոլոդիա Ավետիսյանի պաշտպանը բողոքարկել է օրեր առաջ քննիչի կայացրած որոշումը, որով նախաքննությունը համարվել է ավարտված, առաջադրված մեղադրանքը հիմնավոր։ Ազատամարտիկը մեղադրվում է խարդախության եւ խարդախության փորձի համար։ Նա ըստ նախաքննական մարմնի խաբեության եւ վստահությունը չարաշահելու եղանակով քաղաքացի Հզաքարյանի թորանը պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու հարցում աջակցություն ցույց տալու պատրվակով $2000 է հափշտակել։ Ավետիսյանը չի ընդունում մեղադրանքը։ Փաստաբան Արա Զաքարյանն Ազատությանն ասում է, որ քննիչը չպետք է ավարտած համարեր նախաքննությունը, քանի որ դեռևս մի շարք չպարզված հանգամանքներ կան։ Նա նշում է, որ անցած կես տարում նախաքննական մարմինը Ավետիսյանին կալանավորելու որոշումից զատ այլ քննչական գործողություն չի կատարել։ Քննիչը մերժել է փաստաբանի ներկայացրած միջնորդությունները եւ առերեսում չի անցկացրել անգամ ազատամարտիկի դեմ բողոք ներկայացրած քաղաքացու հետ։ Փաստաբանը սպասում է դատախազի ներկայացրած իր բողոքի պատասխանին, այն ըստ ամենայնի կլինի 2 օրից։ Դատախազի որոշումից կախված արդեն Ավետիսյանի գործը կամ կողարկվի դատարան կամ էլ կշարունակվի նախաքննությունը։ Սոցիալական պահանջներով անցած մայիսին պայքարի ելած Ավետիսյանին մարտական ընկերներն ու համախոհները քաղաքական բանտարկյալ են համարում։ Ավետիսյանի մարտական ընկերները դատարանից ակնկալիք չունեն, իսկ նախաքննական մարմնի որոշումը համարում են ամենաթողության հետևանք։ Որ այսօրվա գործող իշխանությունները այնքան են լկվիացել, որ ասում են, գիտեք ինչ կա, այս երկրում ինչ կուզենք էնել կանենք։ Էսա Յոլա եք գնում ստրուկի կարգավիճակով, ստե ստրուկ մնացեք, չեք ուզում թողեք փախեք, որտեղ ուզում եք ստրուկ եղեք։ Չէ, ես դատարանների վրա էլ հույս չունեմ արդարության, որովհետև քննչական մարմինների որոշումները դատարանը ոնց որ մարմնի երկրորդ ձեռ ծափ էր տալի։ Այսինքն քննչական մարմիններն ու դատարանները ասեն ծափահարում են իրար։ Այսինքն այն ինչ էշություն գնում էր, այն էլ այդ էշությունը հաստատում էր, ղրգում էր։ Ազատամարտիկի ընտանիքում մինչդեռ արդարության հույսը չի մարել։ Ավետիսյանի բազմանդամ ընտանիքը, մայրը, կինը, 6 երեխաները շարունակում են պնդել, որ ընտանիքի հայրն արդար է։ Մայրը Սուսաննա Պողոսյանը հպարտանում է որդու թե անցյալով, թե ներկայով։ Ոչ մեկը չի եկել իրան ասի իմ տունն ազատի կամ նրան, ասում է այդ հարցերով իմ տունը չմտնեք, ոչ մի հավ։ Ես չեմ կարող ոչում այն, ես պետք է պայքարեմ մինչև վերջ։ Ազատամարտիկի 76-ամյա մայրն ասում է, որ մինչև որդու ազատազրկումը ինքնաշխույժ էր, առողջ, հողեր մշակում։ Որդուն ձերբակալելու մասին լուրը լսելուց հետո ուշագնաց է եղել, հիվանդացել է ու մինչ օրս ի վիճակի չէ ընտանիքին որևէ բանով օգնել։
Չեմ մշակելու հողը, ոնց եմ մշակում, հենա մի խուրձ դեղ եմ խմում։ Այդ արվոստուն չունեմ, իմ տղի պատճառով։ Ազատամարտիկի կինը Մարգարիտա Բաղրամյանը հազիվ է ծայրը ծայրին հասցնում։ Բազմանդամ ընտանիքում ոչ ոք չի աշխատում։ Գոյատևում են սկեսուրի, ամուսնու եւ իր թոշակներով։ Ասում է, եթե ամուսինը ընդունակ լիներ ինչ-որ մեկի որդուն բանակից ազատելու, ապա նախ եւ առաջ իր տղաներին կազատեր։ 21 տարի աշխատել է, ես չեմ տեսել, որ ինքը մեկից ինչ-որ մի կաշառք վերցնի մի ինչ-որ բանի համար։ Ինքը այդ մարդը չի, եթե կաշառակեր ելներ, դուք լավ եք տենում, էսի կաշառակերի տուն չէր լինի։ Եթե բանակից ազատելու ուներ, երեխեն ավելի բան էր, հիվանդ երեխա էր, զոբ ուներ, սրտի պրոբլեմ ուներ, ընդ ոտքերի պրոբլեմ ուներ, որ ազատողելներ երեխուն կազատեր։ Ավետիսյանի ընտանիքում հպարտությամբ են ցույց տալիս ազատամարտիկի անցյալի մասին պատմող անկյունը, պատվոգրեր, մեդալներ, շնորհակալագրեր։ Ընտանիքն ասում է, թե սրանք են պատերազմում հաղթանակած զինվորի պարգևները։ Պատերազմ հաղթանակած Ավետիսյանը չէր դադարեցրել պայքարը նաև խաղաղության մեջ եւ պայքարում էր հանուն ազատամարտիկների սոցիալական խնդիրների։ Այսօր սակայն ըստ մարտական ընկերոջ նրան կալանավորելով իշխանությունները այդ պայքարը վերջնականապես մոռացության տվեցին։ Մինչ արևմուտքը դիվանագիտական մեծ ջանքեր է գործադրում ռուս-ուկրաինական լարվածությունը թուլացնելու ուղղությամբ, Ղրիմում իրավիճակը ավելի ու ավելի է սրվում։ Վլադիմիր Պուտինի նախօրեի ասուլիսին հաջորդեց Ղրիմի խորհրդարանի այսօրվա որոշումը Ռուսաստանին միանալու մասին։ Պուտինը հայտարարել էր, որ Մոսկվան չի դիտարկում Ղրիմին միանալու հնարավորությունը, տեղի ժողովուրդը պետք է որոշի իր ապագան, եւ ահա չանցած 2 օր Ղրիմի խորհրդարանը ակնհայտ շտապողականությամբ միաձայն որոշեց ընդգրկվել Ռուսաստանի կազմի մեջ։ Վերջին նորությունները Գևորգ Ստամբոլցյանի նյութում։ Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ եւ Մոսկվայի ֆոնդային բորսայում ռուսական ընկերությունների բաժնետոմսերի գնի կտրուկ անկում, այսպիսին էր ռուսական արձագանքն այսօր կեսօրին Ղրիմի գերագույն խորհրդի կողմից կայացված որոշմանը, որով ինքնավար այս հանրապետությունը հայտարարում էր Ռուսաստանի Դաշնությանը միանալու մասին։ Ղրիմի օրենսդիրները դիմեցին Ռուսաստանի Դաշնության նախագահին եւ Դաշնային ժողովին խնդրելով քննարկել Ղրիմի ինքնավար հանրապետությունը Ռուսաստանի Դաշնության կազմում ընդգրկելու հարցը։ Ղրիմում գործող ազդեցիկ ռուսական կազմակերպություններից մեկի Ռուսское единство-ի ղեկավար Սերգեյ Ցեկովը մեկնաբանելով խորհրդարանի որոշումը նշում էր. Մենք վերամիավորվեցինք մեր հայրենիքի հետ, որին մաս էինք կազմում երկար տարիներ շարունակ։ Ես համոզված եմ, որ Ղրիմի բնակիչների ճնշող մեծամասնությունն իր աջակցությունը կհայտնի այդ որոշմանը։ Այսօր ավելի վաղ Ղրիմի իշխանությունները մեկ այլ անսպասելի որոշմամբ փոխեցին ինքնավար հանրապետության կարգավիճակի հարցով հանրաքվեի անցկացման ժամկետը մարտի 30-ից այն տեղափոխելով մարտի 16։ Ինտերֆաքս Ուկրաինայի փոխանցմամբ հանրաքվեի ընթացքում Ղրիմի բնակիչները պետք է պատասխանեն 2 հարցի. ցանկանում եք արդյոք որպեսզի թերակղզին վերամիավորվի Ռուսաստանի հետ դառնալով Դաշնության առանձին սուբյեկտ, թե ցանկանում եք վերականգնել 92 թվականի Ղրիմի սահմանադրության գործողությունը, պահպանելով Ղրիմը Ուկրաինայի կազմում։ Ղրիմի բնակչության 12%-ը կազմող թաթարները սակայն արդեն իսկ հայտարարել են, որ Գերագույն խորհրդի այսօրվա որոշումները ել ավելի են սրում իրավիճակը թերակղզում։ Այդ մասին հայտարարեց Ղրիմի թաթարներին միավորող կազմակերպության մեջլիսի ղեկավար Ռեֆատ Չուբարովը։ Մեջլիս Крымско-татарского народа не признает данный референдум. Ղրիմի թաթարների մեջլիսը չի ճանաչելու այս հանրաքվեն, ուստի կոչ են անում Ղրիմի բնակիչներին անկախ ազգությունից բոյկոտել դրա նախապատրաստման բոլոր փուլերը, ինչպես նաև բուն քվեարկությունը հանրաքվեի անցկացման օրը։ Ղրիմի թաթարների տեսակետը միանշանակորեն համընկնում է պաշտոնական Կիևի մոտեցմանը։ Այսօր Ղրիմի ինքնավար հանրապետության ղեկավարության որոշումը մեկնաբանեց Բրյուսել ժամանած Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը։ And this so-called referendum has no legal grounds at all. Այս այսպես կոչված հանրաքվեն չունի որևէ իրավական հիմք, այդ իսկ պատճառով մենք կոչ ենք անում Ռուսաստանի իշխանություններին զերծ մնալ անջատականներին աջակցություն ցուցաբերելու մտքից։ Ղրիմը եղել է, կա եւ մնում է Ուկրաինայի անկախտելի մասը, հայտարարում էր Յացենյուկը։ Ուշագրավ է, որ Ղրիմի ինքնավարության ղեկավարներն այս քայլին դիմեցին 3 Փարիզում Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերիի եւ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի բանակցությունների ավարտից մոտ
մոտ 12 ժամ անց եւ այսօր Հռոմում կայացած բանակցությունների մեկնարկից մի քանի ժամ առաջ։ Նախապես ի դեպ նշվում էր, որ Քերին եւ Լավրովը Հռոմում կհանդիպեն վաղը կամ նույնիսկ շաբաթ օրը, սակայն իրադարձությունների սրընթաց զարգացումը երկու պետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներին ստիպեց հանդիպել արդեն այսօր։ Առայժմ մենք չենք կարող միջազգային հանրությանը հայտնել, որ կարողացել ենք համաձայնության գալ Ուկրաինայի խնդրում։ Հռոմում կայացած բանակցությունների ավարտին հայտարարել է պետքարտուղար Քերին։ Ուշագրավ է, որ այն պահին, երբ երկու դիվանագետները բանակցում էին, Սպիտակ տունը հայտարարեց Ռուսաստանի դեմ առաջին պատժամիջոցների կիրառման մասին։ Խոսքը Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը ոտնահարող ռուսաստանցի պաշտոնյաների դեմ վիզային սահմանափակումներ մտցնելու մասին է։ Ժամեր առաջ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի շուրջ քննարկումներ են սկսվել ԱՄՆ կոնգրեսում։ Հանրապետականներն առաջարկում են շտապ պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ Ուկրաինան ներխուժելու համար։ Մինչդեռ դեմոկրատները առավել մեղմ դիրքորոշում են որդեգրում, փորձելով Օբամային մանևրելու հնարավորություն տալ։ Այսօր նաև հարցը քննարկման է դրվել Պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, որը ակնկալվում է կդատապարտի Ռուսաստանի գործողություններն ու կոչ կանի Օբամայի վարչակազմին պատժամիջոցներ կիրառել ռուս պաշտոնյաների նկատմամբ։ Հայաստանն արդեն այս տարի կարող է դառնալ Ռուսաստանի նախաձեռնած Մաքսային միության անդամ։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստեյենկոն է այս մասին հայտարարել, տեղեկացնելով, որ հանձնաժողովի մարտի 5-ին Մոսկվայում տեղի ունեցած նիստում զեկուցվել են ճանապարհային քարտեզի իրականացման նախնական արդյունքները։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովում են նկատել, թե ինչպիսի շտապողականություն է Երևանը ցուցաբերում եւ Մաքսային միությանը եւ Եվրասիական հանձնաժողովին անդամակցության հարցում։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն էլ է նախորդին անդամակցության ժամկետների մասին խոսել։ Թե ինչու ենք այդպես շտապում, Հովհաննես Շողիկյանն է փորձել պարզել։ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի 3 տեղի ունեցած նիստում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրասիական ինտեգրացիոն գործընթացը գրավում է ԱՊՀ իրենց գործընկերներին։ Պուտինն ընդգծել է, որ հայկական կողմի հետ ընդունվել եւ հաջողությամբ իրականացվում է Մաքսային միության եւ միասնական տնտեսական տարածքի նորմերին ու պահանջներին ադապտացվելու միջոցառումների ծրագիրը։ Ուստի հնարավոր ենք համարում ձեռնամուխ լինել ապագա Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու պայմանագրի նախագծի պատրաստմանը։ Իհարկե, այստեղ պետք է կշռադատել գործընթացի բոլոր մասնակիցների համար դրական ու բացասական կողմերը։ Պուտինի այս հայտարարության կապակցությամբ պարզաբանում խնդրեցինք էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանից։ Մենք ունենք համապատասխան ճանապարհային քարտեզը հաստատված եւ ճանապարհային քարտեզի համաձայն կախված նրանից թե ինչպես ենք մենք առաջ շարժվում, որոշակի աշխատանքները կատարելուց հետո պետք է անցնենք արդեն պայմանագրի նախապատրաստմանը։ Մաքսային միության հետ ինտեգրացիոն գործընթացը շարունակում է մնալ մեր առաջնահերթ խնդիրներից մեկը, ասում է Ավանեսյանը։ Մեկնաբանելով Վլադիմիր Պուտինի հայտարարությունը, տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանն ասում է, որ Ուկրաինայում ու Ղրիմում ծավալված իրադարձությունները մեզ թույլ են տալիս ասել, որ Վլադիմիր Պուտինն ու նրա կառավարությունը շտապողականություն են ցուցաբերում, ջանքեր գործադրելով արագացնելու Եվրասիական միության ձևավորումը։ Հայաստանի համար սա անշուշտ շատ կարևոր է, սակայն այս պարագայում խիստ էական է այն, որ առանց Ուկրաինայի Մաքսային միության ու Եվրասիական միության հեռանկարներն այժմ շատ ավելի թույլ են, քան ոչ վաղ անցյալում։ Թերևս նաև հենց այդ հանգամանքով է պայմանավորված Եվրասիական միության ստեղծումն արագացնելու Պուտինի ջանքերը։ Ռիչարդ Կիրակոսյանը դեռևս այն կարծիքին է, որ Հայաստանը կարող է եւ չանդամակցել Մաքսային միությանը։ Չափից դուրս շատ են խոչընդոտները եւ չափից դուրս քիչ ակնկալվող տնտեսական օգուտները, այլ կերպ ասած, Ռուսաստանն իրականում Հայաստանի կարիքը չունի որպես Մաքսային միության անդամի, Մոսկվան Ուկրաինայի կարիքն ունի, եւ այս համատեքստում Պուտինի հայտարարությունը կարող է դիտվել նաեւ որպես թուլության եւ հուսահատության արտահայտություն։ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի երեկվա նիստում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստեյենկոն տեղեկացրել է, որ մարտի 4-ին եղել է Հայաստանի աշխատանքային խմբի միջանկյալ զեկույցը։ Ըստ Խրիստեյենկոյի, աշխատանքային խմբի 3 հանդիպում է եղել։ Կողմերի ներկայացուցիչները եղել են տեղում գնահատել, թե ինչ է արվում այսօր Հայաստանում այդ ուղղությամբ։ Գնահատականը դրական է, ասել է Խրիստեյենկոն, հավելելով, որ մի շարք կետերով ծրագիրը ոչ միայն կատարվում է, այլ արդեն առաջանցիկ տեմպեր են արձանագրվում։ Այդ առումով բոլորի մոտ բավականին դրական տրամադրվածություն է, որ Հայաստանը կարող է, ցանկանում է եւ ինչ-որ չափով երևի նույնիսկ առաջանցիկ տեմպով է ընթանում հաստատված ճանապարհային քարտեզի իրականացման ուղղությամբ, ասել է Խրիստեյենկոն։ Իդեպ կառավարության այսօրվա նիստից հետո էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը հաստատեց տնտեսագետների այն մտահոգությունը, որ Ուկրաինայի դեպքերն ու ռուսական ռուբլու արժեզրկումը բացասական հետևանքներ կարող են ունենալ Հայաստանի տնտեսության համար։ 3 հիմնական խնդիրներ կան։ Առաջինը դա վերաբերում է իհարկե տրանսֆերներին, որովհետեւ տրանսֆերները Ռուսաստանից գալով բնականաբար արժեզրկված
ռուսական ռուբլու պայմաններում մենք ավելի քիչ տրանսֆերներ ենք ստանում։ Դա առաջին հիմնական խնդիրներից մեկն է։ Իհարկե նաև մենք խնդիրներ ունենք, նաև մեր արտահանումները կարող են խնդիրներ ունենալ, որովհետև ռուսական շուկայի տեսանկյունից մենք պետք է նկատի ունենանք, որ ցանկացած դեպքում ռուբլու էժանացումը չի հանգեցնում մեր արտահանման նպաստմանը հակառակն։ Ռիսկերի ավելացման դեպքում Հայաստանը կվերանայի տնտեսական աճի կանխատեսված ցուցանիշը, թե կփորձի ներքին տնտեսության հաշվին որոշակի քայլեր ձեռնարկել ապահովելու համար տնտեսական աճը, հարցեցինք էկոնոմիկայի նախարարին։ Ընդհանրապես արտաքին շոկերը եթե լինում են եւ նման պարագայում քաղաքականության փոփոխություններ լինում են։ Ուղղակի մենք պետք է կարողանանք հասկանանք ինչքանով երկարաժամկետ են այդ փոփոխությունները։ Եթե դա կարճաժամկետ է, ապա տնտեսական քաղաքականության փոփոխությունը էական չեն կարող անել։ Եթե դա ավելի երկարաժամկետ խնդիր է, ապա անպայման ուրեմն պետք է նայվի նաև տնտեսական քաղաքականության փոփոխությունը։ Օրերս մեծ աղմուկ հանեց առողջապահության նախարարության հերթական վիճահարույց որոշումը, որով նախատեսվում էր գումար գանձել առողջական խնդիրներ ունեցող հղիների բուժման համար, ինչպես նաև վճարովի դարձնել պոլիկլինիկաների մի շարք ծառայություններ։ Հղիներն ընդվզեցին, բողոքի ցույց կազմակերպեցին, ինչի արդյունքում որոշումը կասեցվեց, սակայն այսօր պարզվում է, որ 5 ամիս շարունակ այս որոշումը փորձնական գործել է 2 հիվանդանոցներում, հարյուրավոր հղիներ վճարել են, սակայն հիմա կառավարությունը չի պատրաստվում այդ գումարները վերադարձնել, պատմում է Լիլիթ Հարությունյանը։ Շուրջ 500 հղիներ, ովքեր փորձարարական ծրագրի շրջանակներում արդեն իսկ 10-ից 20 հազար դրամ են վճարել իրենց բուժման համար, այդ գումարը ետ չեն ստանա։ Չնայած նախարարությունը օրեր առաջ չեղյալ համարեց բարդություններ ունեցող հղիների համար սահմանված համավճարը։ Առողջապահության նախարարության մայրության եւ վերարտադրողական առողջության բաժնի պետ Գայանե Ավագյանն ասում է, որ այդ կանայք ու նրանց հարազատները իրենց ցանկությամբ են վճարումներ կատարել եւ բողոքներ գրեթե չեն եղել։ 500 կին օգտվել էր այդ պիլոտային ծրագրի շրջանակներում եւ մենք ընդհանրապես ունեցել ենք 2 ահազանգ, 2 զանգ դժգոհություն։ Եվ քանի որ չկային բողոքներ, չկային ահազանգներ, դրա համար այն որոշվեց տեղային ամբողջացնել բոլոր ծննդօգնության հիմնարկների համար։ Բայց քանի որ համատարածը անհանգստություն առաջացրեց հղիների շրջանում, նա դադարեցվել է։ Ինչ վերաբերվում է գումարների վերադարձին, այդ հնարավոր չէ իրականացնել։ Այս փորձարարական ծրագիրը իրականացվել է վերջին 5 ամիսների ընթացքում կառավարության որոշմամբ Երևանի 2 ծննդատներում։ Գայանե Ավագյանն ասում է, որ հղիները, եթե չէին ցանկանում վճարել, կարող էին ընտրել այլ ծննդատներ։ Ուղղակի 500 կանայք իրենք են ընտրել այդ փորձարարական ծրագիր ունեցող ծննդօգնության հիմնարկները, պայմանագիր են ստորագրել տնօրինության հետ եւ ստացել են իրենց բուժօգնությունը։ Նրանց գումարները չեն վերադարձվի եւ ասեմ, որ շատ մեծ չեն այդ գումարները, որտեղ 2-3 օրից ավել, 4 օրից ավել չի եղել նրանց ստացիոնարում գտնվելու ժամանակահատվածը։ Մինչ առողջապահության նախարարությունը սա մեծ գումար չի համարում, ձեռքերը թեռու հղիների գրպանից Facebook-յան նախաձեռնության անդամ Էլվիրա Մելիքսեթյանն ասում է, որ այս գումարը չի կարող էական չլինել Հայաստանում ապրող շատ ընտանիքների համար։ Էլվիրայի խոսքերով եկամուտները օրեցօր նվազում են, գները աճում, մարդիկ էլ դրամարկղ վճարելուց բացի հաճախ ստիպված են լինում ոչ պաշտոնապես վճարել բուժաշխատողներին։ Երբ մարդը օգնության կարիք ունի, հատկապես երբ դահղիության ընթացքում որոշակի բուժումների կարիք առաջ է կանգնում մարդը, նրանք վճարում են դա, անգամ եթե դա նրանց վերջին գումարն է, ոչ ոք չի կարող ասել, թե ինչքանով են վճարունակ, այդ պահին մարդիկ ովքեր որ գալիս են։ Թեև նախարարությունում պնդում են, որ կանանց տեղեկացրել են այլընտրանքային ծննդատների մասին, որտեղ նրանք կարող էին անվճար բուժում ստանալ, սակայն Էլվիրա Մելիքսեթյանը համոզված է, որ տեղեկատվությունը կանանց ու նրանց հարազատներին չի տրամադրվել ու նշում է, որ այս մասին Facebook-ում գրառումներ են կատարել այն կանայք, որոնք հայտնվել են նման իրավիճակում եւ ստիպված են եղել վճարել։ Կանանցից ոմանք բարձրացնեցին, որ նրանք ընդհանրապես տեղյակ չէին դրա մասին, որ այլընտրանքային տարբերակ կա, նրանց ուղղակի փաստի առաջ են կանգնացել, որ նրանք պետք է որ ծառայությունները վճարովի են։ Նախարարության այս չստացված նախաձեռնության դեմ պայքարողները նաև տարօրինակ են համարում, որ որոշումները ընդունվում են նման ճանապարհով, ըստ էության թիրախ դարձնելով, ասենք, առողջական խնդիրներ ունեցող հղիներին։ Մեր հասարակությունը կարծես է դառնում է թիրախային ինչ-որ խումբ, որի հետ կարելի է բավականին տարբեր փորձեր կատարել ու այդ ընթացքում արանքում ահագին մարդիկ ընտանիքներ են տուժում, որովհետև հիմա դա քիչ գումար չի մեր բնակչության համար եւ արդյունքում մենք նոր նախարարությունը հասկանում է արժե արդյոք վճարունակ է թե վճարունակ չի հասարակությունը։
Երեկ հայտնի դարձավ Գյումրիի դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Նիկոլայ Ծատուրյանի հրաժարականի մասին։ Չնայած այս հրաժարականը բոլորի համար անակնկալ էր, բայց Ծատուրյանը իր պաշտոնը ինքնակամ թողնելու մեջ որևէ արտարոց բան չի տեսնում։ Ամեն ինչ եթե ունի սկիզբ, ունի նաև վերջ։ Մինչ արվեստագետը փորձում է փարատել կասկածները, լրատվամիջոցները համառորեն տարածում են լուրեր նրա եւ մշակույթի նախարարի լարված հարաբերությունների մասին։ Սաթենիկ Վանցյանն է հաղորդում Գյումրիից։ Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Նիկոլայ Ծատուրյանը օրերս հրաժարվել է զբաղեցրած պաշտոնից։ Հիմա նա թատրոնի գեղարվեստական խորհրդատուն է։ Գեղարվեստական ղեկավարի պաշտոն որպես այդպիսին թատրոնն այլևս չունի։ Դրան փոխարինում է գլխավոր ռեժիսորը, ում էլ խորհուրդներ է տալու Նիկոլայ Ծատուրյանը։ Պաշտոնից հոժարակամ է հրաժարվել, այդ մասին Ծատուրյանն ասաց հրավիրված ասուլիսի ժամանակ, հավելելով, որ սենսացիա փնտրել պետք չէ։ Թեպետ հոժարակամ այսպես ասած աթոռից հրաժարվելն Հայաստանում ինքնին սենսացիա համարեց։ Դրանով սենսացիան չի վերջանում, որովհետև եթե այդպիսին երևույթ լինում է, որ մի բանը հանձնում են, ինչի են հանձնում, որտեղ իրան քանդել են այդ հիմնարկը, ախում են տալիս են ուրիշի։ Ուրեմն այստեղ ասեմ, որ ընդհակառակը թատրոնը հիմա շատ լավ վիճակում է։ Նիկոլայ Ծատուրյանը բացառեց, որ իր հրաժարականը կապված է վերջին շրջանում մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հետ ունեցած լարված հարաբերությամբ, իսկ լարվածության պատճառ նշվում էր Նիկոլայ Ծատուրյանի կողմից հրապարակավ ամենայն հայոց կաթողիկոսին քննադատելը։ Ինձ արդեն հարցնում են, այն ձեր անցյալ տարվա Հասմիկ Պողոսյանի հետ միջադեպը բանը ոչ մի կապ չունի։ Հետո նույնիսկ ասում եմ, այդ ժամանակ հիշում եք դուք ասեցիք, ինչ չեն կարող անել, ես կաշխատեմ, իսկ հիմա ասի, եթե հանում եմ, ուզում են հանեն, ես դիպատության բան է առաջանում մոտդ, և ոսպես չեմ ուզգա, եթե հանեն, չնայած այդպիսի բան չի եղել։ Իսկ հիմա X եմ ազնում, գիտեք, ինչ սիրում բանել, դու ես անում էլի, այսից։ 69 տարեկան եմ, 70 տարում, բոլոր այդ տարիքի մարդիկ կարճում են, ձելի մի քիչ էլ մնամ էլի, այն չի համար է, ինչի համար մնամ, քիչ պսկեմ, հետո սեղանեներին մենակիտ զերի։ Նիկոլայ Ծատուրյանին հարցրի հնարավոր է փոշմանի, որ նման որոշում է կայացրել։ Ես ոչ բանի համար չեմ փոշմանում և ավելի քան համոզված եմ, ես դեպ ասեմ, ամեն մի քայլ անելուց առաջ ես լավ ծանրուն թեթև եմ անում, հասկանալու համար ինչ եմ կորցնում և ինչ եմ ձեռք բերում։ Այդ ձեռք բերեցի մի հիանալի մարդ, ապագան իրանց ձեռք նա ես երկուսի իշեխուս։ Հարցրի, իսկ ինչ է կորցրել։ Այն հասկացությունն ինչը Հայաստանում շատ-շատերի համար ամենակարևորն է։ Պաշտոն, սեղան, դիրք, կաստեմ շնվար կանստունով, կանչում է եկեք էստեղ մի րոպե պատրություն, այդ չեն ուզում, ոչ էլ արեն եմ, ոչ էլ ուզում եմ։ Այսքանով ավարտում ենք Ազատություն TV լրատվական կենտրոնի թողարկումը, ստուդիայում Իրինա Հովհաննիսյանն էր, հաջողություն։